Մայիսի 12-ից 19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5297 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 269 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ վիճակում մեքենա վարող 156, առանց վարորդական իրավունքի վկայականի 340, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող 1 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված 33, չամրակապված վարելու 860, առանց մանկական նստատեղի քարտիզի 13, վարելու ընթացքում ծխելու 426, վարելի սեռախոսից օգտվելու 310, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 75 և 2069 այլ իրավախախտում, 152 մեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 466-ը տեխնիկական զննություն չանցած, 71-ը լուսարձակների անսարքությամբ, 105-ը թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 91 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15427 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 259 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ վիճակում մեքենա վարող 214, առանց վարորդական իրավունքի վկայականի 588, կեղծ հաշվառման վկայականով երթևեկող 1 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված 74, չամրակապված վարելու 3570, առանց մանկական նստատեղի քարտիզի 219, վարելու ընթացքում ծխելու 489, վարելի սեռախոսից օգտվելու 579, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 56, արագության գերազանցման 2220 և 4740 այլ իրավախախտում, 493 մեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 1668-ը տեխնիկական զննություն չանցած, 344-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 15 բեռնատար, 179 թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 36 անձ։